Պարոն նախագահ Ագնեսա, չնայած դեռ նախընտրական քարոզարշավի փուլում չենք, որը պաշտոնապես մեկնարկելու է մայիսի 8-ից, բայց ակնհայտ նախընտրական գերակտիվ process-ի մեջ է իշխանությունը։ Ամենատարբեր ճաշերով, կարկանդակներով, կուկուռուզով, չգիտեմ, կարտոֆիլ ուտելով, անդադար ինչ որ այս նախընտրական քարոզչության մեջ են ու այն հայտնի իրանց բանաձևով կարտոշկա ենք ուտում, որ մարդիկ տեսնեն, որ մենք կարտոֆիլ ենք ուտում, հետեւաբար գան մեզ քվեարկեն։ Բայց առաջին հայացքից համ նախընտրական քարոզչությունը, մյուս կողմից էլ շատ կարևոր թեմաներ կան, որոնք մեր շուրջ տեղի են ունենում, որոնք բացարձակապես ստվերվում են այս ամենօրյա ուտելիքի եւ շոուների ֆոնին։ Հիմա պետք է հասկանալ այս ընդհանուր ինչու է արվում եւ այս համատեքստում էլ մեր գործողությունները, որոնք պետք է լինեն։ Այն որ նման շոուների մեջ մենք չենք կարող մտնել միանշանակ, բայց նաեւ այս ֆոնին շատ լուրջ թեմաների մասին խոսելը դառնում է արդեն ոչ ռելևանտ իրավիճակին։ Նայեք, բայց ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսալ։ Ճակատագրական պահ է գալիս երկրի համար եւ ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին համար քվեարկեն։ Եվ այնիշ ես տեսնում եմ, դա ոնց որ գիտակցված ձևով փորձում են այս process-ը ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը եւս ինձ համար հասկանալի է, որտեղ լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն։ Ոչ այդ ասելիք չունեն։ Եվ մեկ-մեկ քայլերը, այսպես ինչ որ աբսուրդային բաների է բերում, այդ դուք հիշեցրեցիք, որ ով լավաշ կարտոֆիլ է ուտում, քանի որ մենք էլ ենք ուտում, ուրեմն մեզ պետք է քվեարկեն։ Իսկ Հայաստանում ով չի ուտում կարտոֆիլ կամ նախագահ դուք կարտոֆիլ ուտում եք։ Իրոք էլի ով չի ուտում, ուղղակի բոլորը չեն նկարում դա։ Հետաքրքիր թեմա, որ կարտոֆիլը Հայաստանում այսպես սննդային այդ ամբողջ փաթեթի մի լուրջ մասն է կազմում։ Մի հետաքրքիր բան էլ նշեմ, ներկայացվել այնպես, ոնց որ sense պար ժողովուրդն է, էլի միայն կարտոֆիլ ուտում։ Չէ, այդպես է ներկայացում, լավաշ, կարտոֆիլ, սուջուխ։ Հիմա ձեզ մի հետաքրքիր ուղղակի բան ասեմ։ Եվրոպայի հյուսիսը ամենից հարուստն է եվրոպական երկրների մեջ։ Կրկնակի ավել են կարտոֆիլ ուտում Եվրոպայի հյուսիսում, քան հարավում։ Սառը երկրների sense ուտելիքի մեջ կարտոֆիլը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, որովհետև էներգիան կալորիաները ավելի շատ են։ Բայց մարդկանց որ հիմար է տեղ դնեն, էլի, sense կարտոֆիլ ուտենք, ես ուտենք, այն ուտենք, կուկուռուզ ուտենք։ Կուկուռուզը Միացյալ Նահանգներում ամենից հարուստ երկրներից մեկում, ամենից ընդունված ուտելիքից մեկն է։ Պարոն նախագահ, ես կարծում եմ դուք ասում եք, որ լրջության եւ անլրջության պայքարը ըստեյության գնում եւ ընտրություններն էլ դրա մասին են լինելու լուրջ առաջնորդի կամ անլուրջ առաջնորդի եւ մենք հիմա քննարկման առարկա ենք նաեւ դարձնում ճաշատեսակները ըստեյության, որ ինքը օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ ինչ որ հաշվարկների գուցե հիման վրա է այդ ամեն ինչը կյանքի կոչում իրականացնում եւ հիմա էլ մտելա 2018 թվականի այդ շրջապտույտի մեջ երեք օրինակ քարոզարշավից հետո լայվի ժամանակ ասում եմ, որ ես ժողովրդին պետքա ցույց տամ, որ ես նրանցից մեկն եմ ու կապ չունի, որ ինձ կհայոյեն։ Այսինքն 18 թվականի, այսպես ասած, հիշողություններն է փորձում թարմացնել։ Արդյոք ճիշտ հաշվարկ չի անում մեծ հաշվով, որովհետև այո, մենք կարող ենք շատ լուրջ հարցեր քննարկել, տարածաշրջանում իրավիճակը, սոցիալ-տնտեսական հարցերը, բայց ինքը մի տեսակ իջացնում է նշաձողը, իջացնում է լայն շերտերի համար ընկալելի մակարդակի եւ մենք այդ պայմաններում խոսում ենք լուրջ թեմաներից ըստ էության մի տեսակ անարդար չի ստացվելու մրցակցությունը քարոզարշավի ժամանակ եւ ով է շահելու ըստ էության շահողը պարզադառնալու ընտրությունների արդյունքում բայց նաեւ այս քարոզարշավի մինչեւ պաշտոնական մեկնարկը կարծում եմ տեսանելի կլինի նաեւ ըստ էության ով է ավելի քաղաքականապես տեխնոլոգիապես ճիշտ գործում կարող ենք անմրցունակ դառնանք մեր լրջությամբ, այսինքն մեր լրջությունը աշխատի մեր դեմ։ Նայեք, դուք կարծում եք, որ Հայաստանում այլևս ընտրող չկա, որը լրջություն է փնտրում։
Չէ, միանշանակ կա։ Ես այդպես չեմ մտածում։ Մեր ընտրողը ես կարծում եմ միանշանակ լուրջ մտածող Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք։ Ստեյության։ Խոսքը գնում է հետևյալի մասին, դու սեփական ժողովրդիդ հարգում ես, թե չես հարգում։ Դու ընտրությունները կրկես ես վերացում, թե լուրջ ես վերաբերվում։ Իրականում այնինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերացել չի, արդեն ցած կոպիտասը դուրդոմի վերացել, էլի գժանոցի։ Այ մոտարապես մենք այդ վիճակին ենք հասնում։ Եվ խոսքը նրա մասին չի, որ ինչ որ մեկը մի բան աղոթում կամ մյուսն աղոթում, խոսքը նրա մասին է, թե ում դու դիմում ես, իսկ դա արվում է ընտրողի համար, ժողովրդի համար։ Դու իրեն հարգում ես, թե ոչ։ Դու իրեն օպել քշող համբալի տեղ ես դնում, կամ դու իրեն դնում ես մարդու տեղով, չգիտե թե 10,000 դրամը ոնց ծախսի։ Եթե այդպես ես համարում, ուրեմն ճիշտ անում ենք։ Ես չեմ համարում, որ դա այդպես է։ Դուք կարծում եք, որ գիտակցված որոշում կկայացնի ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված, այո, վերջապես կգնահատի, թե ինչ է կատարում։ Նաև մենք այստեղ պետք է կարողանանք այդքանը բացատրենք մարդկանց, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջերտին ձեր նկատմամբ։ Մաքսիմալ անլրջացնել process-ը, որ լուրջ քաղաքական դիսկուրսի համար տեղ չմնա։ Որ մարդիկ սկսեն կրկնօրինակել, օրինակ, որ մյուս քաղաքական ուժերը ասեն, այ միգուցե ճիշտը սա է, միգուցե սրանով է կարելի ինչ-որ ձայներ բերել, բայց դա կբերի նրան, որ մենք մտնելու ենք անլրջության դաշտ։ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ, եւ կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջերտին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի։ Սա ուղղակի անընդունելի է։ Մենք պետք է ուղղակի ցույց տանք այս ամենը։ Պարոն նախագահ, ես համամիտ եմ, որ մեր մրցակցային առավելությունը լրջությունն է եւ ոչ թե այն շոուները, որ հիմա իրականացվում է իշխանության կողմից։ Մյուս կողմից ես ցավոք պետք է արձանագրեմ, որ եթե նայում ենք վերջին շաբաթ, մեկ շաբաթ, երկու շաբաթվա լրահոսը վերլուծելով, հասկանում ես, որ օրինակ ավելի շատ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների այս շոուները, քան օրինակ այն հարցը, որ ամենայն հայոց կաթողիկոսին թույլ չեն տվել գնալ Վրաստան պատրիարքի հողարկավորությանը։ Ինչը աննախադեպ բան է, չէ՞, աննախադեպ խայտարակություն է, բայց ստվերվեց այս օրակարգը։ Կամ այն օրակարգը, որ օրինակ Ալիևը հայտարարեց, որ մեր օդային տարածքը կարողանում է օգտագործել ու դրա համար նույնիսկ Հայաստանից թույլտվություն էլ չի հարցնում։ Այս այլ առանձնապես չքննարկվեց, որտեղ էլի կարտոֆիլ, կուկռուզ, մետրոյում տեսարաններ խայտարակ, ու այսպես մի քանի հարցեր կային, կամ նույն սահմանադրության փոփոխության հարցը։ Վերջերս լրագրողներից մեկը Լիա Սարգսյանը հրապարակեց նախնական տեքստը, որտեղ բացակայում էր նախաբանը եւ հետեւաբար հղումը անկախության հռչակագրին, այսինքն ֆունդամենտալ հարցը չէ, բայց դա եւս ստվերվում է, ինչքան էլ մենք խոսենք, եւ մենք խոսում ենք իհարկե, բայց միևնույնն է այդ շոուները դառնում են գերակշիռ ցավոք սրտի։ Ես մի բան եմ տեսնում այստեղ, ոնց որ ինքնանպատակ է դարել դիտումներ հավաքելը։ Ինֆլուենսեր է դարել։ Հա, դիտումներ հավաքելը եւ կապ չունի թե դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա։ Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի դեպի լուրջ քան դեպի կատակ, նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ հայտնի դեմք Հայաստանում, ասես կոպիտ ասած, էշի պես զռա եւ հավեսով զռա։ Կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Հիմա եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է եւ մարդ պատրաստ է նաեւ նման կերպ դիտումներ հավաքել, թող հավաքի։ Բայց ես իրենց հասկանում եմ։ Անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ։ Ինչ պիտի ասեն։ Օրինակ լուրջ դիսկուրսի ժամանակ ոնց պիտի բացատրեն, թե Արցախի հանձնվեցին։ Խի իրենց այս 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերեցին, 5000 զոհի պատասխան ով պիտի տա եւ բազմաթիվ այլ հարցեր։ Մի բարձ հաշվարկ, օրինակ, սրա պատասխանը ոնց պիտի տան։ Իրենք բար ժողովրդի պես կարտոշկա ուտող են,
Բայց միայն նախարարի նոր տարվա պարտիվավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ։ Այդ ուրեմն նախարարը օրական տարին կարա ուտի ավելի քան 100 կիլո կարտոֆիլ։ Դա ձեր բանը է, ձեր համեստ ապրելաոճը։ Կրկնեմ 40 տոննայից ավել կարտոֆիլ է միայն մեկ նոր տարվա պարտիվավճարով։ Եթե ժողովուրդը պատրաստ է այդ կուտը ուտել, ուրեմն մենք խնդրեմ ունենք։ Ուրեմն մենք, ասես ասենք, պետականությունը պահելու բավարար ռեսուրս ներքին չունենք։ Եվ սա անում են այն մարդիկ, ովքեր ամեն օր խոսում են ինքնիշխանության մասին։ Ինքնիշխանությունը նշանակում է որոշակի դիմադրողականություն այդպիսի գործիքակազմի դեմ։ Ուրիշ բան ա գտել մանիպուլացնելու, պարոն նախագահ, երեք էլ կրկնեց, արդեն կոնկրետ ժամկետներով, որ եթե ես չունենամ սահմանադրական մեծամասնություն, պատերազմա լինելու։ Ասում էր առաջին անգամ պատերազմա լինելու աշնանը, հետո արդեն հստակեցրեց ամիսն էլ, սեպտեմբերին ա լինելու պատերազմը, ենթադրում եմ, երբ որ ընտրությունների օրը մոտենա, արդեն օր ու ժամով կհստակեցնեն։ Սա պարզ շանտաժ է, շատ պրիմիտիվ շանտաժ է մեր քաղաքացիների նկատմամբ իմ կարծիքով, բայց որը կարող է աշխատող լինել։ Ձեզ դրեք իր տեղը։ Ինչ պիտի ասեք։ Ուրիշ արգումենտ Նիկոլ Փաշինյանը ունի ասելու։ Դե առաջ գոնե ասում էր խաղաղություն են բերել, այսինքն պոզիտիվի վրա էր կենտրոնանում։ Հիմա հասկանում եմ, որ դա շատ չի աշխատում, վախն է ավելացնում։ Չէ, հիմա ես ուղղակի իմ պատասխանը հետևյալն է։ Իսկ այս վիճակում ինչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը։ Ինչ պիտի ասի։ Այս մարդը պիտի ժողովրդին շանտաժ անի, պիտի վախացնի պատերազմով։ Ուրիշ ինչ ասի։ Որ թեմայի շուրջ ինքը կարա նստի եւ լուրջ խոսա։ Ձեր հետ օրինակ։ Չկա։ Մեծ վտանգ ինքն է, ինքը որ մնա հաստատ պատերազմ լինելու։ Այո, եւ մանիպուլացնում է, որ մյուսները գալու են խաղաղության պայմանագիր են այսպես չեղարկելու, տապալելու ամբողջ պրոցեսների վրա խաչ են քաշել, ոնց որ ինքն էր հայտարարում, ասում էր, որ ես բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից, 0 կետից էր սկսել բանակցությունները ու ամբողջը տապալեց, 3 հատ պատերազմ բերեց մեր գլխին, հիմա այդ նույնը պրոյեկտում է անդիմության վրա։ Այսինքն այն բոլոր քայլեր եւ գործողություններ, որ ինքը արել է, հիմա ասում է, որ ընտրությունների արդյունքում, եթե իրենք հաղթեն, իրենք են անելու ըստ էության։ Ամեն ինչի վրա խաչ են քաշելու ու սկսելու են ինչ որ նոր, չգիտեմ, կետից, ինչպես ինքն էր սկսել նոր կետից։ Ես կարծում եմ մենք պետքա ժողովրդին բացատրենք մենք ինչ ենք անելու ընտրություններից հետո հաղթանակի դեպքում, որ մարդկանց մոտ այդ վախը իսկապես չարմատավորվի։ Պարադոքսալը այստեղ է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը կրկնեմ, գոնե մեկ միջին, այսպես ասենք, ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Եվ ամենակից զոհերն ենք ունեցել բանակում։ Ամենիշի զոհերը միջադեպ չի եղել։ Փորձ նույնիսկ չի եղել որևէ բան որևէ տեղ անել։ Հիմա ինքը գիտեք իմ տպավորությունը, որ դուք էլ լավ ասացիք, եթե չեմ սխալվում, ասացիք sense տղա է բերում մեր ժողովրդի գլխին, առաջ գոնե դա այդ սպառնալիքները Ալիևներ հնչեցնում, հիմա այդ սպառնալիքները ինքն է հնչեցնում։ Հիմա ես չեմ բացառում վաղը դուետով հնչեցնեն, sense երկու հոգի իրար մոտ կաղնեն եւ sense տարբեր տոնայնության ձայներով սկսեն դա հնչեցնել։ Չէ, մենք որ հաղթենք պատերազմը լինելու բան նախագահ։ Նայ, մենք որ հաղթենք։ Էսա հարցը։ Այսինքն ես կարծում եմ акցենտը մենք սրա վրա պետք է դնենք խաղաղության պայմանագրի մասին, որ գոյություն չունի։ Սա մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, եւ այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը ասենց դարել է ոնց որ թուղթ,
իրավական ուժ իբրև ունեցող, բայց չունի։ Եվ այդ չի եղած թղթի վերաբերյալ արդեն կառուցում է պրոգնոզները։ Հիմա ինչ է ասել, նաև ես հիշեցնեմ ինչ է ասում, որ ես քանի տարի վարչապետ եմ, ես ի վիճակի եմ վերլուծել եւ վտանգների մասին ասել։ Չէ՞ դա է ասում։ Հա։ Հիմա դու որ վարչապետ ես, միջև պատերազմը սկսելը, ինչ էին ասում։ Ասում են ինչ պատերազմ, ինչ բան։ Այդ դու այդ վերլուծության շնորհքը եթե ունես, ընդհանրապես դու կգնայր Արցախում կասեիր Արցախը Հայաստան է վերջ, իրենց ֆրակցիայի ղեկավարը մեկ շաբաթ մնացած միջև պատերազմը հայտարարել էր, որ պատերազմի որևէ վտանգ չկա, հիշում եք դա։ Ասում եք Թուրքիան չի ներգրավի պատերազմի մեջ։ Հա, չի ներգրավի, ոչ թե արդեն ներգրավված էր, արդեն բայրակտարները տեղադրված էին Ադրբեջանում, եւ ինքը երկու օր մնացած, թե մեկ օր մնացած ասում էր ես կպայթեցնեմ Ադրբեջանը, այնպիսի ինֆորմացիայով, որը ներսում եւ այլ ինչեր կստեղծի։ Մի մարդ, որը ընդհանրապես չունի վերլուծական ընդունակություն, որը չի կարող կանխատեսել, չգիտի թե ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա խոսում է նրա մասին, որ ինքը որպես վարչապետ լավ է պատկերացնում, զրո պատկերացում։ Դե այն ժամանակ ասում ամփորձեին, հիմա սովորել ենք մեծացել ենք։ Մեր վրա սովորեց, հա, տրենաժոր սարքեց երկիրը 5000 զոհ, 5000 երիտասարդի գլուխ կերավ սովորելու համար, բանը չի սովորել։ Ես տեսնում եմ, որ այդ մարդը ոչինչ չի սովորել։ Իր բառապաշարը ես ուղղակի մի համեմատություն բերեմ, որը ընդամենը 1-2 օրվա Մակրոնի նախադասությունը։ Ինչ է ասել Մակրոնը։ Մենք պետք է վախ ներշնչենք, որ ազատ լինենք։ Իսկ վախ ներշնչելու համար մենք պետք է ուժեղ լինենք։ Դա նույն Մակրոնն է ասում, որը երբ սորագրում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու այդ տխրահարճակ հայտարարություն ինքը ներկա էր։ Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ ասում է նման կարգի հայտարարություններ։ Հենց ինքն է խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է եւ սպառնալիք է ուղղակի։ Հենց այն պատճառով որ չի հասկանում ինչ անում։ Մենք ասում ենք, մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել։ Կարելի է հասնել դրան։ Պարոն նախագահ, այսինքն որ մենք լինենք, պատերազմ չի լինի։ Իհարկե չի լինի։ Եթե մենք լինեինք 21 թվին մեկ հանդրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի։ Որտեղ այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրագայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։ Այստեղից որևէ կասկած չունեմ։ Ռևանշիստական նկրտումներ չունենք։ Որտեղ մարդկանց մեջ դա են տարածում։ Որտեղ ուրիշ բան տարածելու չունեն։ Կրկնեմ այս միտքը, ես բոլոր ելույթների ժամանակ սա ասում եմ։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ 20 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք։ Տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականը եթե ԿՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում եւ համոզված եմ, որ այդպես է։ Կորցրեցինք մեկ պատճառով։ Մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ եւ ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Առաջին դու այդ իրավունք չունես, դու ով ես։ Ղարաբաղի ժողովրդի անունից դու այդպիսի հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունեիր։ Եվ հիշեցնեմ, երբ է դա արել ինքը։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կար մի ժամանակահատված անհաջողության ռուսական կողմի, հիշում եք այն ժամանակ բավական մեծ տարածքներ գրավված իրենք կորցրեցին Խարկովի շրջանում, Խերսոնում եւ իրեն թվաց թե վերջ Ռուսաստանը քանդվում է եւ ամենջապես ինքը թռնում է ասենց այլ տեղ է թռնում։ Ասենց ինքը իր թռնելով կորցրեց Ղարաբաղը, հայ ժողովուրդը կորցրեց Ղարաբաղը։
Սա նույն մարդն է, որը հիմա խոսում է, որ ինքը կարա հաշվարկներ անի եւ ճիշտ ինչ որ հաշվարկներով ինչ որ բաների հասնի, նույն մարդն է։ Իրոք էլ ինչքան չպետք է սիրես քո ժողովրդին, որ ասես, եթե ես չլնեմ, Ալիևը կգա, ձեզ մի հատ էլ կկոտորի։ Այսինքն հերիք չէր, որ Ղարաբաղում էթնիկ զտման է ենթարկել Ալիևը, հերիք չէր, որ այսքան զոհեր ենք տվել, ասում այ եթե ես չլնեմ, Ալիևին կբերեմ ձեզ վրա։ Էս է ամբողջ վատը, այդ ամբողջ համատեքստը, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը տեսնում է, էլի մեր հայտարարությունները, մեր մոտեցումները բանակցային փաթեթներին, որ ես միշտ այդ նախադասությունն ասում եմ, որ Հայաստանում այլևս Նիկոլ 2 չկա, որ նման արկածախնդրության գնա։ Բոլորն էլ գալու են ընդունելու են ստեղծված իրավիճակը ու դա լավարկելու են, փորձելու են լավարկել հայկական շահը, ավելացնելու են ստեղծվածին եւ ոչ թե իրա նման ասելու են զրոյական կետից ենք սկսում, հա, ես չեմ ընդունում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու այդ շատ པարզ մեսիջը ինձ թվում է մեր ժողովրդին պետքա տանք, որ հանգիստ եղեք, իշխանափոխությունից հետո պատերազմ չի լինելու։ Ամեն բանակցություններ տարվելու են համապատասխան ձևով, որ այդ պատերազմը ուղղակի չլինի։ Այդ պատերազմ խաղաղություն թեմայի մեջ իմ վերջի ելույթն էլ են փորձում շահարկել, որտեղ ասում եմ Արարատը, Արագածը, Խոստուփը, Իշխանասարը մերն են ու նախադասությունը շարունակվում է, չէ, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Հիմա իրանք հարցականի տակ են դնում նաև այն, որ Արարատը մեր ինքնության մի մասն է։ Բա եթե մեր ինքնության մի մասը չի, Արարատը մեզ հետ կապ չունի, ձեր արտաքին գործերի նախարար անունը խի է Արարատ, եթե դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանք է։ Եթե Արարատը մեր ինքնության հետ որևէ կապ չունի, ո՞նց է որ Հայաստանի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ աշխարհում Արարատն է։ Մեզ հետ կապ ունի, չէ՞։ Հիմա ասում ենք, որ ասում ենք մեր ինքնության մի մասն է, տարածքային պահանջ, այդ ո՞նց է գնալու հետ բերենք։ Հայաստանի Հանրապետությունը 30 տարվա, արդեն 35 տարվա ընթացքում երբևէ տարածքային պահանջ ներկայացրել է Թուրքիային, չէ։ Այսինքն նույնիսկ այն, որ դու ասում ես քո ինքնության մի մասն է, այդ արդեն պատերազմի կոչ է։ Կամ այնտեղ իմ ելույթում ասում եմ Դադիվանքը, Ղազանչեցոցը մերն են։ Ու հետո ես զարմացա, որ մարդիկ ասում են սա պատերազմի կոչ է։ Ասում եմ, ժողովուրդ, Դադիվանքը մերը չի, հայկական չի։ Բա որ հայկական չի, Նիկոլ Փաշինյան դեռ ինչ է իր անում մոն վառելուց։ Իրենց մի հատ կուսակցական ունեն Արմեն Գրիգորյան։ Ղազանչեցոցում հարսանիքն արել, հիշում ես, այդ հարսանիք լեռներում իբր օպերացիա 2-ն է։ Բայց եթե Ղազանչեցոցը հայկական չի, ինչի՞ եք այնտեղ հարսանիք կազմակերպում, եթե մերը չի։ Այսինքն նույնիսկ այն, որ դու մտածում ես, որ ֆիզիկական այնտեղ չլինելուց հետո գոնե փորձես քո մշակութային ժառանգությունը պաշտպանես, ինչը միջազգային տարբեր մեխանիզմներով ենթադրվում է, որ հնարավոր է անել ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն, դու արդեն պատերազմի սպառնալիք ես հնչեցնում։ Այդ աստիճան փորձում են միջև վերջին բջիջը մարդկանց վրա ազդել այդ վախով, սպառնալիքով, պատերազմով։ Մեր կոդն են փոխում նաև, ես կարծում եմ, ամբողջությամբ եւ նաև երեք ինչ էր ասում, որ մենք, ասում եմ, երբ որ ես ասում եի, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, այո, ասում եմ, ես հավատում էի դրան։ Ես իսկապես այդպես էի կարծում, ասում եմ, որովհետեւ ես թողինքներ են մեր դաշնակցական գործընկերները, որտեւ ասում եմ, մենք ԿՊ դաշնակցություն էինք։ Մենք այն մտածելակերպ ունենք, ինչ ունեն դաշնակցականները, բայց մենք հիմա ամբողջությամբ փոխվել ենք։ Մենք այլ աշխարհայացք ունենք։ Իմ կարծիքով մենք պետք է հստակ մեր ծրագրով առաջ շարժվենք։ Մենք չպետք է մտածենք, որ process-ը անլուրջացնելը դա ճիշտ տարբերակ է, դա մեր էության հետ չի բռնում ընդհանրապես։ Մենք չենք կարող մեր ինքնությունը պահպանելուց չխոսալ, բայց մենք արդեն տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք։ Այս մարդկանց մոտ, ասենց ասենք, այդ բանկա ես ժամանակին նաև էլեկտրիկել եմ աշխատել, ընդհանրապես բանվորել եմ աշխատել, երևի այդ փորձը եւս մեր քաղաքական դաշտում շատ քիչ մարդ ունեն, էլի որ նաև բանվոր եմ աշխատել, էլեկտրիկ, ասենց ռուսերեն ասում են մետոդն վտիկա։ Այդ անգրադիետ էլեկտրիկը, որ չի հասկանում ոնց անի, փորձում աստեղ ընդեղ այդ մետոդն վտիկը, որտեղ զամականի չտալիս, ուրեմն նորմալ է։ Հիմա այս մարդը քաղաքականության մեջ ինչ արել է, այս մետոդն վտիկա։ Բայց այդ վտիկի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ են կորցրել եւ հսկայական նյութական վնասներ են ունեցել, որպես միասին ժողովուրդ։ Եվ մենք չենք կարող, այսպես ասենք, այդ ոճը, այդ մոտեցումը չենք կարող որդեգրել, որովհետեւ մենք պարտավոր ենք ամեն ինչ հաշվարկել։ Եվ ընդհանրապես, երբ որ մարդ ընդունակ է
իր ինտուիցիայով, ընդհանրապես գիտելիքներով կանխատեսել մի բան, սա նշանակում է, որ այդ մարդը ի վիճակի է տարբեր փաստեր, տարբեր հանգամանքներ, ասենց կպցնել այդ լեգոն հավաքել, այդ պատկերը ստանալ։ Ինքը դա չունի։ Ուղղակի չունի։ Երեկվա միջադեպը մետրոյում այդ կնոջ վրա իր հարձակումը, սա խոսում է մի բան, որ ինքը իր դաստիարակությամբ նաև չունի հայկական դաստիարակության կոդը։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի մի կնոջ երեխայի հետ, փոքր երեխայի հետ խոսալ այդ տոնով։ Ինձ համար սա բան էր, ասենց ապշելու մի երևույթ էր եւ դա դրսևորվեց երկրի առաջի դեմքի կողմից։ Այս մարդ հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում ինչ է մայրը փոքր երեխայի հետ եւ չի կարողանում զսպել իր բնավորությամբ այդ խայտառակ ինչ որ կողմերը։ Սա խնդրեմ է, օրինակ դուք ո՞նց եք ցանկալալ։ Սա նախ ուզում ենք մեր ամբողջական սատարումը հայտնել Արմին Էմոսյանին, ում հայրը նաև առաջին պատերազմում զոհվել է։ Ես էի պարգևադրել իրեն։ Դուք եք պարգևադրել։ Հա, մեր ամբողջական սատարումը Արմին Էմոսյանին, բայց ինձ համար նույնիսկ այդ քաղաքական դիսկուրսի խնդիրը չէր, իսկապես ես իմ առաջին հայացքը դրան չէր, չնայած հասկանալի է այստեղ ում կողմից ենք, բայց իսկապես երեխայի ներկայությամբ, մանկահասակ երեխայի ներկայությամբ մոր վրա մատ թափ տալը, սա ոչ քաղաքական է, ոչ մարդկային է, սա ոչ էլ տղա մարդկային է։ Իսկապես ոչ մի բանում տիրույթում չի տեղավորվում եւ հասկանալի չի կարա լինի իր վարքագիծը։ Ուզում եմ 10,000 անգամ հետո ներողություն խնդրի։ Այ հենց այդ իրավիճակներում է, որ Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը պատռվում է։ Ինքը կարա հետո գնա զսպի իրան, լայվ մտնի, ներողություն խնդրի, հետո նորից ստատուս գրի, բայց հենց այդ իրավիճակում է, որ իր ամբողջական իրական դեմքը երևացել է։ Փոքր երեխայի ներկայությամբ, երբ կինը ասում է, ափսոս երեխայիս հետ պետքա գնանք շախմատի մրցումների ու շանում եք, թե չէ հենց դες տեսնելիս դուրս կգանք, խնդրում եմ մի շարունակեք ու բավականին կոռեկտ, ասում եմ մի շարունակեք։ Ինքը նորից հրահրում, սա չգիտեմ, էլի ոչ մի մարդկային, տղամարդկային պատկերացումների մեջ ուղակի չի տեղավորվում։ Քաղաքական կոմպոնենտը հələ հանենք Ես դուրս։ չի կասկածում, որ ինքը այդպեսին է։ Իր շարասյունը վրայերթ է կատարում հղի կնոջ վրա 200 մետրի տարածության վրա հիվանդանոցից, ամենից լավ հիվանդանոցներից մեկից, եւ շարասյունը անցնում գնում է։ Նույնիսկ շարասյան մեջ գտնվող բժիշկին չի թողնում հղի կնոջ մոտ։ Սա է Նիկոլ Փաշինյան։ Ոնց հետո փորձելով իր կրուծիտներով, բանով ինչ որ բացատրություն տա բանման, բայց ինքը սա է։ 5000 երիտասարդի գլուխ կերած մարդը հետո գնում էր այդ գերեզմաներում եւ ասես ձևական ինչ որ ծնգի չոքելով եւ այլ իբրև հարգանքի դուրք է մատուցում։ Սա մարդու կերպարի դրսևորումն է։ Հատկապես երբ էմոցիոնալ ենք բանի մեջ ելնում, ես перевозбуждение մեջ այդ ռուսերեն բառը օգտագործեմ, ինքը ունի sense կրկնակի այսպես անկալում կորցնում է ինքնատիրապետումը եւ բացահայտում է իսկական այն ինչ կա։ Ինչ է ասում Արմինեին, ասում է դուք փախածներով։ Բացի նրանից, որ ինքը զոհվածի դուստրը, այսինքն ինչ է ինքը պատկերացրել, որ էթնիկ զտման ենթարկման ժամանակ, այսինքն երբ որ ադրբեջանական զորքը արդեն Ստեփանակերտում էր, իրանք բոլորը պետք է մնային, ընդհանրապես ոչնչանային, որ ինքը նոր հանգիստ իր համար ապրեր։ Ինչ է ասում, դուք փախել եք։ Չի ասում է Ադրբեջան էթնիկ զտում է իրականացրել։ Ու այս համատեքստում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սկզբում ասում էին, որ էթնիկ զտում է եղել։ Հետո բառապաշարը փոխեցին, ասեցին Արցախից բռնի տեղահանված։ Հետո Արցախը զեղչեցին, հիմա միայն Ղարաբաղ են ասում, Լեռնային Ղարաբաղ էլ չեն ասում, ասում են Ղարաբաղից Հայաստան տեղափոխված։ Արդեն բռնի տեղափոխված էլ չի, ուղղակի Հայաստան տեղափոխված է։ Այսինքն ես հիշեցնեմ, միջև էթնիկ զտումը եղել է 9 ամսվա տոտալ շրջափակում։ Մարդիկ սոված են։ Բարեկամներս այնտեղ էին։ Ու այդ 9 ամսվա ընթացքում մատը մատին ինք կոնկրետ եւ ԿՊ-ն չխփեց նույնիսկ հումանիտար օգնություն հասցնելու համար։ Եվ դրանից հետո ասել փախած եք,
Ուրեմն այդ աղջիկը պետք է երեխայով, այդ կինը պետք է այդ փոքր երեխայի հետ մնար այնտեղ, որ դու հանգստանայիր, սա մի խայտարակություն է։ Բայց հետաքրքիր է, որ ինքը գիտի չէ, որ սենց միջադեպեր լինելու են։ Ինքը վստահ է, որ սենց միջադեպեր լինելու են եւ շատ ավելի վատ միջադեպեր են, ես վստահ եմ, որ լինելու։ Հայք, մենք անցած անգամ խոսում էինք, չէ, առաջնորդին սիրել, չսիրելը։ Ինքը վստահ է, որ ինքը ամեն ինչ կմարսի։ Բայց միջադեպը ո՞նց է մարսելու, այսինքն 5000 զոհր տված, պատերազմ պարտվածը ո՞նց է մարսել ընտրվել։ Միգուցե մի քիչ այլ դաշտից օրինակ բերեմ, ծնողը նույնիսկ ամենից լկտի երեխային, իր երեխային ամեն ինչ ներում է։ Չէ, ամեն ինչ ներում է։ Փորձում է ինչ-որ բացատրել, ջանջիգարով եւ այլ, ամեն ինչ ներում է։ Երբ մի ընտրազանգված չափից շատ սիրում է ղեկավարին, այդ ղեկավարին լկտիացնում է այդ սերով, որովհետեւ այդ ղեկավարը սկսում է մտածել ինչ ուզեմ անեմ, մեկ այդո կֆարցնեմ, կմանիպուլացնեմ։ Այդ էֆեկտը սենց աշխատում է, ժողովրդի մի մասը որդեգրել է իրականում քաղաքանապես թեր հաս Նիկոլ Փաշինյանին եւ պատրաստ է ներել ամեն ինչ։ Ներել 5000 զոհ, ներել հսկայական կորուստներ, սա ավելի շատ սենց հոգեբանական այսպիսի մի գործոն է, բայց մի պահ է գալիս, որ մարդիկ պետք է արթնանան։ Ես շատ եմ նմանացնում այս վիճակը Սաակաշվիլիի վիճակի հետ։ Զուգահեռները շատ են։ Նույնիսկ այն ժամանակ, երբ 3 օրում իրենք պատերազմ սկսեցին Հարավային Օսետիայում, պարտվեցին 5 օրում ջախջախվեցին ըստ էության, եւ դրանից հետո ներվեց եւ Սաակաշվիլին շարունակում էր, շատ նման էր։ Եվ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը նամակ գրեց, չէ՞ Սաակաշվիլին։ Գնա, որ պարտությունը մնա քո վրա, ոչ թե երկրի։ Պարտությունը գնա քո վրա։ հայկական ժամանակում, չէ՞։ Բայց հետո եկավ մի պահ, որ Սաակաշվիլին պարտվեց։ Եվ հիմա բանտում է գտնվում։ Իրենց ճակատագրերը շատ նման են իրար։ Պարտություն բերած, սիրված, հետո այդ սերը սենց լրիվ 170 աստիճանով փոխված առաջնորդի ճակատագիրը, նաև սպասում Նիկոլ Փաշինյանին։ Կարտոֆիլի մասին խոսքը որ եղավ, հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը գիտի ընդհանրապես կարտոֆիլը ոնց է հայտնվել Հայաստանում։ Հայտնի պատմություն է, որ կարտոֆիլը Եվրոպա է հայտնվել Ամերիկայից, Պերուի, Լեռնային գոտուց, հա։ Պետրոս առաջինը փորձեց Ռուսաստանի կայսերը, փորձեց Հոլանդիայից բերել է կարտոֆիլը, փորձեց տարածել Ռուսաստանում, չհաջողվեց, տարածված չէր։ Եվ հիմնական տարածումը եղավ մոտ 180 տարի առաջ, երբ Հայաստանը արդեն Ռուսաստանի կայսրության մաս էր, ընդհանրապես կարտոֆիլ չկար, եւ Նիկոլայ առաջինի ասենց հետեւողական, պարտադրողական քաղաքանությամբ ստիպեցին կարտոֆիլ ցանել եւ կարտոֆիլը դարավ երկրորդ հաց ռուսական կայսրության մեջ եւ Հայաստանում։ Իրապես դա հիբրիդային, այսպես ասենք, պատերազմ էր Ռուսաստանի կայսրության կայսերի կողմից Հայաստանի նկատմամբ, դե մի քիչ sense ավելի ականջնգնել կարտոֆիլ չի ուտի։ Միջ այդ կարտոֆիլ ոչի չի եղել։ Նոր Եվրոպայից փորձում էր Պարսկաստան գալ 19-րդ դարում։ Սա է։ Պարոն նախագահ, արդեն ավարտին աստեյության մոտենում ժամանակը, բայց մենք այստեղ քարտեզ ունենք, երևի ներկայացնենք մեր հեռուստադիտողներին, ինչ է իրանից ներկայացնում, ինչի ենք բերել եւ ինչ ենք ուզում ցույց տալ։ Խոսքը տրանսպորտային ուղիների մասին է ընդհանրապես եւ ավելի շատ միտքը հետեւյալներ բավական ակտիվ մի թեզ էր օգտագործվում Խաղաղության խաչմերուկ։ Հիշում եք։ Բայց մի քանի ամիս է Խաղաղության խաչմերուկի մասին ոչ ոք այլևս չեն խոսում։ Սենց այս իշխանությունը շատ հեշտ է, սենց ինչ որ մի թեզակցում, հետո խնդիրներ ունենալով սենց նորմալ բացատրելու համար մոռանում են այդ թեզը, սկսում են մի ուրիշ բան։ Եվ ես ուզում եի այս քարտեզով ցույց տայինք, որ նույն տրիպը ըստ էության հակասության մեջ մտավ այդ Խաղաղության խաչմերուկ գաղափարի հետ, որտեղ Խաղաղության խաչմերուկը ընդհանրում էր ճանապարհների ընդհանրապես
ապա շրջափակում։ Չէ, սա էր ենթադրում։ Տրիպը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կապելով այս կառուցվող նաև երկաթուղու Ղարսի հետ բոլոր այլ ուղիները անհետաքրքիր են դառնում։ Ըստ էության մի ծրագիր, որը պետք էր Միացյալ Նահանգներին եւ Ադրբեջանին շատ կոնկրետ նպատակների համար փոխարինեց մեկ գաղափար, որը ենթադրում էր ասենց բոլոր ճանապարհների բացումը, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների բացումը։ Բայց փորձեմ մի քիչ այլ կոնտեքստի մեջ ուղղակի այս ամենը ներկայացնել, նայեք, ընդհանրապես ինչ է գեոպոլիտիկան։ Գեոպոլիտիկան ընդհանրապես նրա մասին է, որ ոնց է աշխարհագրությունը ազդում քաղաքականության վրա։ Սա է գեոպոլիտիկան։ Եվ չի կարող որևէ երկիր մի քաղաքականություն վարել, որը հաշվի չի առնում այդ ազդեցությունը։ Հիմա շատ են խոսում, չէ, Ադրբեջանով այսքան ծորեն եկավ, այս եկավ, մի քիչ վառելիք եկավ, մի քիչ ծորեն եկավ, բայց իրական պատկերը հետևյալն է։ Մեր տնտեսության կախվածությունը մեծ մասով Ռուսաստանից է։ Եվ Հայաստանից Ադրբեջանով, այ նույնիսկ եթե այս բեռներ տեղափոխել Ռուսաստան 700 կիլոմետր ավելի երկար է, քան եթե Հայաստանից բեռները տեղափոխվեն Վրաստանով, Աբխազիայի ճանապարհով։ 700 կիլոմետր։ Հիմա կապը Ռուսաստանի հետ եղել է միշտ Վրաստանի միջոցով, Սովետի ժամանակ, կապը Եվրոպայի հետ եւս Վրաստանի միջոցով Պոցի եւ Փոթի նավահանգիստների ուղղությամբ։ Հիմա ինչի մենք չենք կենտրոնանում այս ուղիների բացմանը։ Ինչի չենք կենտրոնանում այս ուղղության վրա։ Վերջերս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները։ Երբևէ լսած եք, որ որևէ մի քննարկում գնա Աբխազիայի ճանապարհով երկաթուղու բացմանը։ Նայեք, մեր հիմնական հիմա ապրանքաշրջանառությունը դա Ռուսաստանն է, դա Եվրոպայի հետ Վրաստանի միջոցով է, եթե խոսենք արաբական աշխարհի հետ Իրանի միջոցով է, Իրանի ճանապարհով, եւ եթե խոսանք Հնդկաստան, Չինաստան, հիմնականում Բանդարաբաս եւ Իրանի ճանապարհն է։ Ինչի համար է պետք մեզ կամ պետք գալու Ադրբեջանի տարածքը կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար։ Բայց այս առևտուրը ըստ էության առևտրի առարկան չկա, որովհետեւ մենք բան չունենք ընդեղից առնելու, իրենք բան չունեն մեզանից առնելու։ Շատ փոքր ծավալ է, միգուցե ոսկերչական ապրանքներ, իսկ ոսկերչական ապրանքները ասենց վագոններով չեն տանում, կամ ֆուրերով, այդ ինքնաթիռներով տեղափոխում են։ Հիմա երկրի ղեկավարը պետք է առաջի հերթին անի հետևյալ հաշվարկը։ Աշխարհագրությունը ինչ է քեզ թելադրում։ Եթե դու փոքր երկիր ես, փոքր բնակչությամբ, դու պետք է փնտրես ավելի մեծ շուկաներ քո տնտեսությունը զարգացնելու համար։ Որտեղ է քո ամենից մեծ շուկան։ Եվ որ ճանապարհներն են դեպի այդ շուկան ամենից կարճ ճանապարհները։ Եվ ես մեկ անգամ նաև հրապարակային ասել եմ, որ խոսքը այս ճանապարհի մասին է։ Հիմա ամենից բարենպաստ պայմաններն է այդ ճանապարհի բացման շուրջ սկսել բանակցություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության անդամակցության հետ կապված սառեցված են, հաշվի առնելով, որ Վրաստանը հսկայածավալ հետաքրքրություն պետք է ունենա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալը, հաշվի առնելով, որ տնտեսապես սա փոխշահավետ է եւ Վրաստանի համար, եւ Ռուսաստանի համար, եւ Աբխազիայի համար։ Եվ չկան քաղաքական մեծ խոչընդոտներ։ Որն է քաղաքական խոչընդոտը հիմնականում։ Վրաստան-Աբխազիա հարաբերություններն են։ Սենց իրենցից անջատված տարածք եւ պետք է ընդամենը մեկ բան անել։ Տարանջատել տնտեսական ծրագիրը քաղաքական հակասություններից։ Սա այն է, ինչ ես փորձել եմ մեկ անգամ անել 2003 թվականին։ Սեպտեմբեր ամսին հանդիպել եմ Վրաստանի նախագահային ժամանակ Շևարդնաձեի հետ, հանդիպել եմ Յալտայում եւ փորձել եմ համոզել, որ ճիշտ պահն է այդ ճանապարհը բացել։ Ինքը համաձայնվեց, բայց ասաց, եթե կարողանամ համոզել աբխազներին, մենք պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ։
Եվ իմ բանը հետևյալն էր, իմ փաստարկները հետևյալն էր, որ տարանջատենք չպետք է այնպես լինի, որ այդ ճանապարհի բացումը նշանակելու է կամ Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը, որովհետև իրենք դա չեն ընկալում եւ աբխազների համար անկախության ճանաչումը հասկացաք, չէ՞, այդ թեմայից ուղղակի հանել։ Երկու կողմն էլ հայտարարություն են անում, որ սա քաղաքական կոնտեքստ չունի եւ նպատակը այս փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է։ Բոլորին ձեռ է։ Հիմա նայեք, Վրաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունի Ադրբեջանով։ Այ մեծ շրջանցելով գնում են։ Այստեղ ուղիղ։ Եվ ըստ էության մենք հսկայական առավելություն ենք ստանում։ Մենք քաղաքական լծակ մեր վրա չենք ունենում Ադրբեջանի կողմից։ Ված չի թող Ադրբեջանի երկաթուղին եւս աշխատի, բայց մենք այդ մշտական այդ մահակից Ալիևի շնորհակալություն հայտնելուց ազատվում ենք։ Ամեն քայլափոխի։ Մի քանի վագոն ծորենի, մի քանի վագոն վառելիքի համար։ Եվ սրանով այս բանը չզբաղվել ուղղակի հանցանք է։ Կամ մարդիկ չեն հասկանում, կամ իրենց ձեռնտու է մշտական կախվածության մեջ պահել Հայաստանի բարեկեցությունը Ադրբեջանի բարի կամքից։ Սա եւս գալիս է նույն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը եթե չլինի, Ալիևը երկաթուղին, այսպես ասենք, այդ մի քանի վագոն ծորենը չի թողնելու որ գա հասնի Հայաստան։ Նույն տրամաբանությունն է աշխատում։ Երբ իր ազնական շահերը որևէ աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Ուղղակի հիշեցնեմ, որ 2003 թվականին ես նաև հատուկ մարդ էի ուղարկել, որ հանդիպեն Արզինբայի հետ, Աբխազիայի նախագահի հետ, փորձել եմ հեռախոսով կապվել, պարզվեց ինքը հիվանդ էր, այն ժամանակ Մոսկվայում էր բուժում, հետո ինքը հետ եկավ եւ իմ ուղարկած մարդու հետ խոսակցություն իրենք ունեցան, ասացին հետեւյալ, ինքը վատ առողջ էր, որ շուտով պետք է լինեն ընտրություններ եւ նոր իշխանության հետ պետք է լինելու այդ հարցերը բանակցել եւ պայմանավորվել։ Բայց դեկտեմբեր ամսին Շևարդնաձեն հրաժարական տվեց, Սաակաշվիլին եկավ, շատ ագրեսիվ էր Աբխազիայի նկատմամբ եւ ընդհանրապես եւ Աբխազիայի եւ Օսեթիայի եւ այդ հարցը մնաց։ Բայց ինչու եմ ես այդ թեման բացել 2003 թվականին, որտեղ 2003 թվականին առաջին անգամ Կիպրոսում սկսեցին բանակցել Կիպրոսի Հանրապետություն հյուսիսային Կիպրոսի հետ եւ ըստ էության սահմանը սկսեց շնչել։ Green այդ զոնի, green line-ի տարբերակ այն ժամանակ բանակցվեց։ Եվ ես այդ օրինակը բերելով ասացի, որ սա ուղղակի պատոհան է հնարավորության փորձենք այդ օրինակի վրա նաև ստեղ ինչ որ ձևի հարցեր լուծել։ Ամենից շատը այդ ճանապարհը պետք է մեզ եւ մենք պետք է նախաձեռնող լինեինք այս գործում։ Պարոն նախագահ, բայց հիմա կան որոշակի բանակցություններ Վրաստան, Ռուսաստան, Հիմա Աբխազիա։ ես գիտեմ, որ ռուսական կողմը իհարկե այդ ցանկությունը ունի, աբխազական կողմը ակնհայտ է, որ սա տնտեսապես շահավետ է, Վրաստանի համար տնտեսապես շահավետ է, որովհետև եթե մեր ճանապարհները բացում են Ադրբեջանի հետ, Վրաստանը տրանզիտի մի մեծ կտոր կորցնում է։ Ուղղակի պետք է մեկը ակտիվ գործընթացի մեջ սկսի աշխատել այդ հարցը լուծելու համար։ Սա նաև ամենից կարճ ճանապարհն է դեպի Սևսով, Վրաստանը։ Ընդհանրապես Վրաստանը այդ տեսանկյունից մեզ համար առանցքային երկիր է, ոչ առանցքային երկիր է։ Խոսվում է Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, այստեղ ես որոշակի զգուշավորություն ունեմ հետևյալի պատճառով, նայեք։ Մենք էլ ենք միշտ հանդես գալիս իմ նախագահության ժամանակ սահմանի բացման համար։ Եվ իսկապես լավ է, եթե սահմանը բացվի, բայց Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր գյուղատնտեսությունը։ Արարատյան դաշտավայրի ջերմոցների կեսից ավելը փակվելու են, եթե Հայաստանը ճանապարհները բացելուց հետո չպաշտպանի իր սեփական շուկան։ Մենք այն ժամանակ վստահ էինք, ես վստահ եմ եղել, որ կարող ենք պաշտպանել մեր շուկա տարիֆներով, տարբեր տնտեսական մեխանիզմներով։ Թուրքիայում սուբսիդիաների թիվը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում եւ տվյալ դեպքում մրցելը դժվար է լինելու։ Բայց արդյոք Հայաստանի վարչապետը
ի վիճակի է պաշտպանել հայկական շուկան թուրքական ապրանքներից։ Ես երբ որ նայում եմ այդ պատկերին, երբ Էրդողանի գիրքը Նիկոլի Փաշինյանի թևի տակ ոնց որ աստվածաշունչ պահի իր թևի տակ, հնարավոր չի որ իրենք որևէ կերպ ի վիճակի լինեն պաշտպանել մեր շուկան։ Ինչ ասին Թուրքիայից համաձայնվելու են, անկասկած։ Եվ սա ուղղակի խփելու է մեր արարածան դաշտավայրի ժողովրդի բարեկեցության վրա։ Տարբերությունը մեր Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսության մեջ հետեւյալն է. մեր տնտեսությունները փոխլարացնում են իրար, մրցակցային չեն։ Հայաստանի ու Թուրքիայի գյուղատնտեսությունները մրցակցային գյուղատնտեսություն են։ Նույն բանջարեղենը, նույն մրգերը։ Մենք մրցակցային ենք, մենք չենք փոխլարացնում իրար։ Իդեպ մենք մրցակցային ենք նաև Ադրբեջանի գյուղատնտեսության հետ։ Այնինչ մենք ենք այստեղ արտադրում, նույն արտադրում է Ադրբեջանը։ Ոչ իրենք կարան բերեն ստեղ ինչ որ բան ծախել, ոչ մենք։ Իրենք միգուցե կարող են ավելի էժան ծախել մեկ պատճառով, իրենց մոտ էլեկտրոէներգիան ավելի էժան է եւ վառելիքը ավելի էժան է, քան Հայաստանում։ Հետևաբար մենք պետք է նաև այդ քաղաքական ռեսուրսը ունենանք սեփական շուկան պաշտպանելու համար։ Իսկ սեփական շուկան պաշտպանելը սա նշանակում է սեփական ժողովրդի բարեկեցությունը պաշտպանել։ Այդ քաղաքական ռեսուրսը մեր կառավարությունը ունի, չեմ կարծում թե ունի։ Ես չեմ տեսնում որ ունի, որովհետև ոչ միտեղ որևէ դիմադրություն չկա։ Այ մոտավորապես պատկերը սա է եւ այս տեսանկյունից մեր ծրագրերում է լինելու, նաև իմ ազնական ծրագրում է լինելու անել ամեն ինչ, որ այս տարբերակը ինչի մասին ես պատմեցի, ուղղակի կյանքի կոչ։ Եվ հողի վրա ռեալ իրականացվող ծրագիր է։ Հա, շատ ռեալ ծրագիր է եւ հիմա այդ հնարավորության պատուհանն է բացել։ Եվ այդ հնարավորության պատուհանը չօգտագործել պրոբլեմ։ 2003 թվին նման պատուհան բացվել էր, ես համեմատեցի Կիպրոսում այն ժամանակ դա սկսվեց process-ը, բայց հետո փակվեց։ Հետո Սաակաշվիլի պատերազմ արկախվեց։ Իշխանապողության պատճառով հիմա այդ պատուհանը եւս մեզ համար բացվել է։ Կարող է 2 տարի հետո այդ պատուհանը փակվի, բայց հիմա պետք է սա օգտագործել։ Ճանապարհները մի հատկություն ունեն, երբ բացվում են, հետո դժվար է փակել։ Երբ փակվում է, դժվար է բացել։ Հա, սա կանոն է բոլոր տեսնում։ Բայց սրանք ակնհայտորեն հասցրել են նաև Վրաստանի հետ հարաբերությունները վատացնել։ Գիտեք պատճառը։ Ըստ տարբեր տեղեկությունների։ Գիտեք պատճառը վատացնելու։ Որտեղ ամբողջ այդ սորոսական դաշտը որոշ օրենքներ ընդունելուց հետո Վրաստանում սահմանափակող ֆինանսավորումը տեղափոխվեց մեխանիզմները ֆինանսավորման տեղափոխվեցին Հայաստան եւ Վրաստանի ինչքան ես գիտեմ Վրաստանը բավական ցավոտ էր դատանում որովհետեւ ակնհայտ մենք տեսնում ենք թե ինչ կարգի ներազդեցություն են փորձում ունենալ արևմուտքից Վրաստանի վրա առաջերտին այն պատճառով որ վրացիք փորձեցին ավելի անկախ քաղաքականություն վարել եւ հրաժարվեցին գործիք դառնալ աշխարհակահաղական նպատակներ իրականացնելու համար սա է պատճառը։ Կարծում եմ լավ է, որ մենք նաև ժողովրդին կարողացանք ներկայացնել ապաշրջափակման մեր պատկերացումների առնվազն մի կոմպոնենտը, որը բավական իրատեսական է եւ նաև մեր շահերից ամբողջությամբ բխող։ Այս առումով են որ հարցում են, բա ինչա լինելու, կարա լինի այս ապաշրջափակման այս կոմպոնենտը։ Մարդիկ հնարավորություն են ունենալու գնացքով գնալ Ռուսաստան գալ։ Ռուսաստանում մոտավորապես այնքան հայ կա հիմա, ինչքան Հայաստանում։ Եվ այդ կապերը ուղղակի աշխատող կապեր են։ Եվ այդ կապերը կան անկախ նրանից թե ով է իշխանության Հայաստանում։ Եվ եթե Հայաստանի իշխանությունը չի գնահատում այդ կապերի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար, ուղղակի բան չի հասկանում։ Ռուսաստանում կենսամակարդակը մոտ 2.5 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Սա փաստ է, սա վիճակագրությունն է։ Եվ սովորաբար հայերը բարեկամական կապերը սիրում են, պահում են եւ բարեկամները օգնում են իրար եւ սովորաբար ավելի լավ ապրող բարեկամը
օգնում է ավելի վատապրող բարեկամին։ Հիմա շատ կոնկրետ թվեր 2.5 անգամ Մոսկվայում մոտ 4 անգամ բարեկեցության մակարդակը ավելի բարձր է քան Հայաստանում։ Եվ այնտեղից է գալիս օգնությունը դեպի Հայաստան տրանսֆերների միջոցով, բացի դրան տնտեսական կապեր, նաև ընտանեկան կապեր ունեն այդ տնտեսական կապի կոմպոնենտը։ Եվ սա այն ուղղություն է, որը ուղղակի պետք է յուրաքանչյուր ընտանիքի համար, իրենց բարեկեցության համար, sense քաղաքական կոմպոնենտ ուղղակի մի կողմ դնենք։ Մեծ շուկա եւ այդ շուկայում մեծ հնարավորություններ։ Սա առաջին հանգամանքը եւ երկրորդը այդ շուկան եւ մեր շուկան այդ կրկնեմ այդ միտքը մրցակցային շուկա չի, այլ փոխլարացնող շուկա է, հատկապես մեր գյուղատնտեսության համար։ Այս հանգամանքը չօգտագործել ուղղակի անցանք է։ Շատ լավ, այսքանը ամփոփենք, ես կարծում եմ, պարոն նախագահ, իսկապես սա կարևոր է նաև մեր հայրենակիցներին ցույց տալու, երբ որ շատ են հարցնում, բա դուք ինչ եք անում, բա դուք ինչ եք անելու, որն է ձեր այլընտրանքը, սա այլընտրանքներից մեկն է, շատ կոնկրետ ռեալ ծրագիր, որը հնարավոր է կյանքի կոչել եւ պետք է ունենաս իշխանություն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հետևաբար կարծում եմ, սա եւս մեկ կարևոր այսպես վճռորոշ նշանակություն կարող է ունենալ մարդու վրա, երբ որ քվեախցիկում ընտրություն կատարի եւ առասարակ շատ կարեւոր է, որ մարդիկ կոնկրետ ռեալ առաջարկությունների եւ պոպուլիզմի ու տարատեսակ ներկայացումների մեջ կարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Այո, ստե մեկ հանգամանք ուղղակի նայեք։ Սա ոչ միայն մեծ տնտեսական նշանակություն ունենալու, այլ նաեւ քաղաքական հարցերի առումով ավելի մեծ ազատության աստիճան է տալու Հայաստանի իշխանություններին։ Երևի այսքան։